Բարի օր սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ։ Այսօրվա միջադեպի հետ կապված, սա արդեն վերջի օրերը արդեն ինչքան շարունակվում է այս քարոզարշավը ընտրություններից առաջ, այնքան սենց նմանատիպ միջադեպներ ավելի շատ ալնում ու այնքան խոսքի արցախցիների նկատմամբ ատելությունը ու արցախցիների նկատմամբ այդ բանը չհարգել է, ավելի շատանում է։ Ես մի բան եմ ուզում դրանց հարցնեմ։ Արա ինչ հարց ունեք, գնացեք դուք ձեր մեջ պարզեք, մեր ժողովրդին խի եք հանում իրար դեմ։ Նպատակը ձեր ինչ է, ձեր պարտությունն է, ձեր նպատակը ձեր խայտարակությունն է, ձեր նպատակը ձեր դավաճանությունն է, հանցագործությունն է քո սեփական ազգի ժողովրդի նկատմամբ։ Այսօր հասարակ մի քաղաքացի քո երեսին, քո դեմքին նույն բառերն ասում, ոնց որ տասնյակ հազարավոր տեղահանված արցախցիներ կամ հայեր, հայ ազգի ներկայացուցիչներ, ովքեր տուժվել են ձեր սխալ քաղաքականության հիման վրա, որոնք զոհ են դարել ձեր բռնած քաղաքականությանը, որոնք զոհ են դարել ձեր թուրքամետ, ասելու եմ թուրքամետ, այդ տանդեմի այդ իրեք գլխանոց Ադրբեջան, Թուրքիա, Նիկոլ Փաշինյան, դրան զոհը։ Հիմի դուք այս ժողովրդին խի եք ներգրավում այդ բախումներին, խի եք ձեր մեղքերը ուզում բրդել այդ ժողովրդի վրա։ Ձեր նպատակը ի՞նչն է, ձեր փրկելու մի ձև մտածելու, իրական զգում եք ձեր պարտությունը ընտրությունների հիման վրա, դուք զգում եք ձեր պատիժը, որ մոտենում է, պատիժ հասկացողությունը դա օրենքն էլ է պատժելու ձեզ, Աստծո կողմից էլ եք պատժելու, ժողովրդի կողմից էլ եք անիծվելու, ինչ եք մտածել, ամեն մի որոշում կայացնելով, ամեն մի մարդու տուն քանդելով, դուք ինքներդ պատասխանատու լինելով, ինչ եք մտածել, որ դա տենց անցնելու գնալու է, հիմի դուք եկած այս ժամանակահատվածը, այս կարևոր ժամանակահատվածը բոլորիս համար խոսքի առաջի կարևոր մի հատ ժամանակահատված, որ ընտրություններ ենք անվանում, բոլորս խաղաղ մթնոլորտ ձևակերպելով գնացեք ընտրություններին։ Եթե վախ չունեք, եթե ձեր մեջ մեղք չեք զգում, եթե ձեր մեջ դուք դավաճան սիրիկաներ, որ ասում եմ դավաճան քո սեփական ժողովրդի անձեր չեք զգում, ինչ եք հիստերիկաների մեջ մտել։ Այն նկարած են վիդեոն, որ